Զրույցի թեման աշխարհի հնագույն գրային համակարգը, որը վերաբերում է հիմնականում Սյունիքի ժայռապատկերներին։ Երևի ձեզանից ոմանք մտածած կլինեն, թե ինչու է Հայաստանը և հայերը առանձնանում են ուրիշների աչքում, ասենք ասենք, որ Հայաստանն է, որ համարվում է դրանքի երկիր, որտեղ Աստված արարեց մարդուն, Հայաստանն է դրանքի ջուր աշխարհի ջրերի ակումբը, հին աշխարհի պատկերացումներում, ջրվեժից փրկության տեղն է, մարդու վերածնման տեղն է եւ այլն, որը գերվել են ուրիշների հոտարների ձեռքով եւ նրանց գրավոր աղբյուրներով։ Որի մասին նաև մեր Գրիգոր Աթևացին ագրում, վարդապետը մեր հանճարեր, որ աստվածաշնորհ 10 պարգևներ ունի հայ ազգը, որտեղ նշվում է ամբողջը եւ Եդեմը, եւ մարդկության ցանկությունը, եւ մարդու արարումը, եւ Եդեմավուտ գետերը, Կապանիները եւ այլն, եւ դրանց շարունակում է նաեւ քրիստոնեության դարձը, Գրիգոր Լուսավորիչի հայտնությունը, Մեսոպոտամիա գրերի հայտնաբերումը եւ այլն։ Այս ամբողջը մտածել է տալիս, որ այն կենսատարածքը, որտեղ ապրել է հայ ազգը, որտեղ ձևավորվել է հայ ազգը, եւ հենց այդ ազգը որոշակի ինչ-որ մի առաքելություն ունեցել, եւ այդ առաքելության արձագանքներն են, որոնք շատ թույլ, շատ քիչ մնացած, կամ ավելի ճիշտ կարելի ասել, չվերականգնված, որովհետեւ դա վերականգնելու հնարավորությունները հաշվելիում են։ Եվ այսօրով մեր զրույցի նյութը պետք է հենց դրա ասպեկտներից մեկը լինի, թե ինչ հիմքեր կային այդ ամբողջը գրելու, վերագրելու Հայաստանին եւ հայերին։ Ինչով է կարևոր ժայռապատկերների հետ առումով, որ որպես հնագիտական նյութ ինքը շատ ամբողջական է, այսինքն շատ ասպեկտներ է իր մեջ ընդգրկում, շատ հին է, Եվ երկրորդը, եթե գիր է, որի մասին մենք խոսենք քիչ հետո, ապա հնարավոր է նաև վերականգնել, թե այդ գիրը ինչ լեզվով է գրվել։ Եվ եթե լեզուն հաջողվի վերականգնել, ապա կարող եք խոսել, թե ինչ էթնիկ տարր է ապրել այդ ժամանակներում ժայռապատկերները, փորագրողները եւ այլն։ Դրա համար առաջինը, որը դա գիր է եղել, դա հենց ինքը նյութն է ցույց տալիս, որովհետև գրի մասին մեր ունեցած գաղափարը դա մենք գիտենք շարքով նշանները շարելու մեջ, եւ ժայռապատկերներում մենք տեսնում ենք այդպիսի մի քանի գերլաձևեր։ Եվ մենք ուշքի հիշենք, որ սա առաջին գրային համակարգն է երկրի մոլորակի վրա, մարդկության ամենահին գրային համակարգն է, մի քիչ հետո կանդրադառնանք, թե ինչու է հինը, ելնելով այդ ժամանակագրությունից, որը կվերցնի։ Եվ գրվել են բոլոր ձևերով, այդ ձևերը մենք հետո տեսնում ենք և եգիպտական գրության մեջ, և շումերական գրության մեջ, և աշխարհի տարբեր անկյուններում, թե վերևից ներքև, թե աչից աջ, ձախից աջ, այդ ամբողջը երևում։ Սա ասենք միտողի վրա շարված, այս երկրորդը միակենտրոն, անվանվել է երկկենտրոն, բազմակենտրոն, ինչու, որտեղ կենտրոնական պատկերը կրողը, կենտրոնական գաղափարը կրող պատկերի շուրջը մենք տեսնում ենք այլ ուրեմն նշաններ, հիմնական վերացական նշաններ, որոնք վերաբերում են կամ բնութագրում կամ անվանում են, ներկայացնում են կենտրոնական ուրեմն պատկերի կրողին։ Եվ երկկենտրոն, սրանք ասենք երկկենտրոն տիպերն են, երբ որ երկու հիմնական կենտրոններ են եւ նրանց բնութագիրները, եւ բազմակենտրոն, որտեղ մի քանի կենտրոններ են։ Այսինքն գիրը կառուցվել է այս սկզբունքների հիման վրա։ Նույն պատկերը մենք տեսնում ենք շումերական, էլամական, եգիպտական, հին գրությունների մեջ, որտեղ են կենտրոնական պատկերի շուրջը, ասենք ցուրն է, ցուրի շուրջը այդ պատկերներն են, ցուրի շուրջը այծի շուրջը եւ այլն։ Այսինքն սկզբունքը նույնն է, գրի կառուցված սկզբունքը նույնն է։ Կան վերացական նշաններ, որոնք շարված են միտողի վրա, վերևից ներքև են շարված, ացին ձախ, դա արդեն կպարզի ընթերցումը, թե պիտի մենք այս կողմից այս կողմ ընթերցենք, թե այս կողմից այս սենս, թե սենս։ Եվ կան շատ կցագրություններ,
այսինքն երբ որ մի քանի նշաններ իրար են կապված, այդ նույն բանը մենք տեսնում ենք նաև նորից շուներում Եգիպտոսում, երբ որ մի քանի ասենք այստեղ 3-4 նշաններ են գծագրված, այստեղ 2, նույնը Եգիպտոսում մի քանի իրավունքների գծագրություն։ Այսինքն այդ սկզբունքներն ենք մենք տեսնում, որ դա Սյունիքի ժառանգվածքերն են։ Երրորդ կարևոր հայտանիչը, որը ընթերցման համար շատ կարևոր է, դա ուրեմն անվանել եմ IT գրատախտակի ինչու համար, որովհետև ժառանգվածքերի մեջ շատ մեծ թիվ են կազմում այսի պատկերները։ Երբ որ IT երջուրների եւ մեջքի միջև դատարկ տարածության մեջ դրվում են վերացական նշաններ։ Այս նշանները ուրեմն պիտի բնութագրել կամ ներկայացնել մի անուն մականուն, որը վերաբերում է այս IT գաղափարի կրողին։ Չգիտեմ հետո դա գրի թե չի ամեն դեպս հիմա ասեմ, սա նույն բանն է շումերական կնիքների վրա, նորից տեսնում ենք IT պատկեր եւ այդ տարածության մեջ տարբեր վերացական նշաններ։ IT առաջ եկելով մի քիչ այստեղ ասեմ, որ IT-ը տվյալ բառագրայում ներկայացնում է հայերեն դիկ բառը, Աստված։ Որպեսզի մենք գրենք կամ հնչեցնենք դիկ բառը, մենք գտնենք մի առարկա, պատկերենք այդ առարկան, որը հնչի ճիշտ նույն ձևով, ինչ որ դիկ Աստված բառը։ Եվ դա այդ բառն է, որովհետև հայերենում IT անվանումներից, ասենք, հին անվանումներից, տարածված անվանումներից մեկն է դիկ, դիկ, դիգ, դիկ, տիկ, տիկ, տարբեր բառային ձևերով է, բոլոր ինքը գրվում է, որ նշանակել է այդ։ Հետո, երբ որ IT մորթին հանել են այդ տիկի գաղափարը, դա տիկ բառը, որի մեջ հեղուկ գինի ջուր են լցնում, դա նույն այդ բառից է եկել, իսկ նախնական իր իմաստն է ուրեմն տիկ։ Հետևաբար, երբ որ մենք այս այդ-ը նկարում ենք, մենք սա ընթերցել դիկ, Աստված։ Իսկ ներսի գրածը, արդեն տվյալ Աստծո մարկանունը, անունը կամ ինչ-որ մի բնութագիր։ Եվ այդ սկզբունքը ասում եմ, որ նույնիսկ նույնությամբ կրկնվում է նաև մյուս հինգերայի համակարգերը։ Սա ուրեմն գրի վերաբերյալ մոտավորապես որպեսզի պատկերացնեք, որ ժայռապատկերները բավարարում են գիր կոչվելու արտաքին իր հայտանիչներով։ Բավարարում այդ պայմանների։ Առավել ևս, որ դեռ երևելի խոսենք, որ ժայռապատկերներում մեծ թիվ են կազմում վերացական նշանները, այսինքն ակադեմիական գիտության են առաջվա պատկերացումները, թե ժայռապատկերները դրանք ուրեմն կենցաղային պատկերներ են, որի տեսարաններ են, դա այդպես չէ, այլ դա գիր է եւ դրա ապացույցներից մեկը հենց վերացական նշաններն են, որոնց թիվը հասնում է մոտ 200-ի եւ ամեն մեկը ունի իր ընթերցումը, իր նշանակությունը եւ եթե դա լիներ որսի տեսարան, ապա ամբողջ կլիներ նկարային, նկար կլիներ եւ այդքան վերացական նշաններ չէին։ Սա ուրեմն կենթանիների բաշխումն է, ամենատարածված IT պատկերն է, հա, այստեղ վերցված են վիճակագրություն հանելու համար վերցրել են 802 ժայռապատկեր։ Այդ 802 ժայռապատկերների ուրեմն ստատիստիկան է, սա վիճակագրությունն է, որտեղ IT-երի թիվը 1869 IT է։ Մոտավորապես 2 անգամ ավելի շատ, քան թե մարդու պատկերները։ Երրորդ տեղում արյուծն է, ցուրը, օձը, երջերուն եւ այլն, ասում է մինչև էշ կա, տարբեր նապաստակ եւ այլն, բայց դրանք ասենք մի քանի հատերով է, հիմնական վիճակագրությունը ներկայացնում է այս կենցաղիները։ Փիղ կա, ընձուղ կա, դրա մասին խոսենք։ Եվ կան ասենք նաև ահագի գործիքներ, զինատեսակներ, որոնց վիճակագրությունը բերված է ներքևից։ Քանի որ մի քիչ շատ է, ես մի քիչ արագ կգնամ, որպեսզի հարցնի նաև մի քանի հարցեր։ Ձուկ է կա շատ։ Այս վերացական նշանների ամենագործածական 10 վերացական նշանները, որոնք ավելի հաճախ հանդիպում են ժայռապատկերներում,
որոնք հետագայում տեսնում ենք նաև հին աշխարհի այլ գրային համակարգերում, շումերական, եգիպտական, այսպես կոչված փյունիկյան գիրը, որ համարվում է աշխարհի հնագույն գիրը, որից առաջացել են մնացած գրերը։ Հիմա այս նշանների օրինակով հետո խոսենք, այդ նշանները։ Որպես օրինակ, մի պարզ օրինակ են բերել ընթերցման համար, թե ինչպես կարելի է ասենք վերացական նշանը ընթերցել։ Դա այս նշանը երակինի չէ, անկյունը, դա արմունք նշան է։ Դա սխեմատիկ մարդու արմունքի այս պատկերն է, որը եգիպտական երոգիքներում ասենք նկարը ճշգրիտ արմունք է պատկերած և նույնը շումերական պատկերագրերի մեջ էլի մարդու արմունքի ձևով է արված։ Ժայռապատկերներում դա պարզ սխեմատիկ ձևով։ Ու նախ և առաջ դա տարբերությունը գալիս է նրանից, որ ժայռապատկերներ փորագրելու ձևարության թույլ չի տալիս, մանրամասը դու այս պատկերը ավելի բարդ է շատ անել, քան թե պարզ անկյուն նկարել։ Հետևաբար մենք այդ արմը, իսկ արմունք բառի բուն արմատն է արմ։ Դու ավելի կարճ ձևը արմ, որտեղ հետո մնել է, առաջում դառնում է արմ։ Արմատը հայերենում շատ իմաստներ ունի, բազմիմաստ բառ է, որոնք բերված են արմ, զարցե, արմավ, արմավինուտարը, արմ, խաշխաշ, արմավ, փյունիկ թռչունը, որ այդ եգիպտական դիցաբանության մեջ։ Եվ որ մենք պատկերում ենք այս պատկերը վերացական նշանը, արարքայական նշանը, և դենենք համապատասխան այսպես կոչված դետերմինանտիվ, դետերմինանտիվը մի նշան է, որը ցույց է տալիս, թե ինչի վերաբերյալ է նախորդ նշանը, ինչին է վերաբերում, որպեսզի ըստ այնա, այս համանունների շարքից դու ընտրես համապատասխանը։ Այսինքն, եթե մարդ է դրած, դու սա ընթերցես ցե, արմ, զար։ Եթե ծառի նշան է դրած, դու ընթերցես արմավ է։ Եթե բույսի նշան, պիտի ընթերցես խաշխաշ։ Եթե թռչունի նշան, որ սա արմավ փյունիկ թռչուն է։ Այսինքն դետերմինանտի միջով դու բացահայտում ես թեման, իսկ բուն նշանի միջոցով ընթերցում ես այդ բուն իմաստ արտահայտող բառը։ Հիմա այդ որ խոսեցի այցի մասին, այստեղ այդ համանուններն են վերված, մի քանի օրինակ, այցի ուրեմն արակա 3 ընթերցման է, համանունները, դիգը, համանուն է, դիգ աստված բառի, հնչեցնում ես, նկարում ես այդ, հնչեցնում ես դիգ աստված։ Այդ, էդ, համանուն է էծ է, հայրենում ունենք էծ է, մեծ մայր, տատ։ Այս անունով շատ կան պատկերներ, որով ուրեմն նշանակվում է, ասենք, մայր աստվածուհու պատկերը։ Եվ խաշ բառը, խաշն, որոշակով խաշն, խաշ, որը համանում է խաչ բառը։ Եվ սրան զուգահեռ, այստեղ ունենք վերել օրինակ, որ շումերերենում խաչի նշանով է գրվում այդ պատկերագիրը։ Դիք շումերերենում, և որ այդ գրելու համար իրենք խաչ են մետարել։ Իսկ նման հնարավորություն կարող է տալ միայն հայերենը, որովհետև խաշ և խաչ բառերը, այսինքն այդ և խաչ բառերը համանում են միայն հայերենում։ Այդ այդպես կարող ես հնչեցնել դրա միջոցով մյուս պատկերը, որ էլի խաչը շրջանի մեջ, էլի այդ իմաստը ունի, բայց դա ուղղակի է ընդհանրական որպես մանր երջերավորների դետերմինանտիվ ցուցիչ, որ նշում է նաև կենդանիների անվանումները, նույն խաչն է շրջանի մեջ, և սա ընդերցում է, սա հիմնականում օգտագործվում է որպես ընտանի նշելու, այծի ընտանի տեսակը։ Դա հայերեն ուդու ընթերցում ունի շումերերում և դա համապատասխանում է հայերեն օդի, ոչխար բառը, այդ ոչխար, մանր երջերավոր անասուն։ Երկրորդ առյուծի օրինակն են բերել, որի հին գրաբարյան ձևն է արետ, էստն ուշ աճականա, որ ավելացել է բուն արմատին, արետ, և այս բառը համանում է արետ բառը։ Ու ձեզ պիտի հայտնի լինի, որ արևը շատ հին ժամանակներից, գրեթե բոլոր դիցարաններում, հին դիցարաններում, առյուծ համարվել է արևի խորհրդանշան։ Եվ դա որտեղից պիտի գար։
Պիտի գարեն ժամանակներից, երբ որ առյուծի պատկերով գրել և հնչեցրել են արև բառը։ Եվ դա նորից հնարավոր է միայն հայերենի դաշտ։ Որտեղ ուրիշ ոչինչ լեզու արևի անվանումը և առյուծի անվանումը նույնական չէ։ Դրանք նույնական են 3 լեզուներում՝ հայերենում, շումերենում և հին եգիպտերենում։ Կարելի է, այսինքն ուրիշ երկրներում նույնպես չէ, առյուծի պատկերը արևի տեսքով պատկերներ։ Ինչպես։ Ուրիշ այլ երկրներում արևի պատկերը էլի առյուծի պես է պատկերներ։ Արևը միշտ խորհրդանշել է առյուծին։ Այսինքն սկիզբը կարելի է ենթադրել, որ այստեղի ժառանգատերներից է գնում, եթե ուրիշ լեզու չկա նմանություն։ Դե ես խոսքը դրա մասին է։ Որտեղ դու պիտի առյուծի պատկերով գրեի արև բառը, այստեղ խորհրդանշան գաղափարը դա ուշ գաղափար է։ Երբ որ պատկերագիրը տվյալ դեպքում առյուծի պատկերը ընկնում է մի ուրիշ լեզվական միջավայր, որտեղ այդ համանունությունը չկա։ Այնտեղ նրանք ոչ թե հնչեցնում են դա որպես գիր արև նշանակող բառը, բուն բառը, ոչ թե արև գաղափարը, որտեղ արև գաղափարը մենք կարող ենք հայերենում արև բառի հոմանիշներ շահարի գաղ, կարփի եւ այլն, լուսատու, չգիտեմ ինչ, կենսատու, բայց դեռ խոսք է գնում է կոնկրետ արև բառի մասին, քո խնդիրն է հնչեցնել արև, բուն արև բառը, իսկ դա հնչեցնելու համար դու նկարես արև, եւ դա հնարավոր է միայն հայերեն։ Եվ որ մտնում եք ուրիշ լեզվական միջավայր, որտեղ այս համանունությունը չկա, ասենք հունարեն օրինակ, կամ պարսկերեն, պարսիկներին։ Սա բավապես դառնում է արևի խորհրդանշան։ Իրենք գիտեն, որ այս առյուծը նշանակում է արևի հետ կապված է։ Բայց բուն ինչի համար է, դա վերանում է։ Այդ լեզվական նոտան միջավայրում դա վերանում է, առյուծը դառնում է բավապես արևի խորհրդանշան։ Եվ տեսնում ենք, որ առյուծի, ուրեմն առյուծ հիերոգլիֆը շիգրիտ ասենք նույն պատկերը, եգիպտերենում ընթերցվում է ռվ, եգիպտերեն ուրեմն կոնսոնանտ լեզու է, այսինքն նա այնտեղ ֆիքսվում են կամ վերծանում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները չկան։ Եվ որ մենք սա ձայնավորենք, ռից առաջ ա, ռից հետո և ստանում ենք նույն արև բառը, ինչ-որ առյուծ արև հայերենում։ Այսինքն ճշգրիտ նույն պատկերն է ինչ-որ հայերենում։ Նույնը շումերենում արև նշանակող ուրեմն պատկերագիրը կամ որից առաջացած նաև սեպանշանը ընթերցվում է և արև, և առյուծ։ Այսինքն նույն սեպանշանը շումերում ընթերցել է արև և առյուծ։ Բայց շումերենում կա մի բարդություն կապված սեպանշանների ընթերցման հետ, որտեղ միևնույն սեպանշանը ունի տասնյակ ընթերցումներ, հնչյունական արժեքներ։ 10, 20 և մինչև 50 նույնիսկ հասնող նույն սեպանշանը այդքան բանկերով, բառերով դու կարող ես ընթերցել։ Եվ այս պարագայում առյուծ բառը շումերենում այսօրվա ընդունված ընթերցումն է պիրե, պիրե, պիրի բառը համարվում է շումերենում առյուծ նշանակող բառ։ Իրականում այս պի սեպը իր տասնյակ անվանումների մեջ ունի այսպես կոչված A3 ընթերցում։ Այդ 3 տիպը նշանակում է, որ A սեպը A հնչյունական արժեք ունեցող սեպերի մեջ ամենագործածականների մեջ երրորդ ամենագործածականն է, այսինքն շատ գործածվող այս A հնչյունը պի սեպանշանի համար։ Այս պի սեպանշանը կարող ենք փոխարինել իր տարընթերցման, այո, եւ այդ դեպքում այս պիրիկը միանգամից դառնում է արև։ Ընդ որում երևի միգուցե պիրիկն էլ է հայերենի համարընդունելի, եթե հիշենք, որ ասենք մեր էպոսում Սասունցի Դավիթը եւ այդ գազաններին բերում է, ասենք կոնկրետ այդ հատվածում օրինակ հանդիպում ենք պլն բարբառային բառի, Սասունի եւ այլ բարբառներում, որ հիմնականում բայց գործածվում է վագրի իմաստով։ Բայց բառը ասենք որոշ հնչյունական նմանություն ունի շումերական պիրիկի հետ։ Եվ ամենաերեք այս կենդանապատկերներից երրորդը ցուլը, ցուլ բառը հայերենում համանում է ցոլ, լույս բառը։ Լույս բառը հնչել, ցոլ բառը հնչեցնելու համար մենք դիմիկալ ենք ցուլ, որպեսզի վերցնենք ցոլ։ Եվ նորից ասենք հին դիցաբանությունից հայտնի է, որ ցուլը լուսնի աստվածու խորհրդանշանն էր և ամպրոպի կայծակի աստծո խորհրդանշան։
Այսինքն ես բառը, ցոլը բառը պիտի կապված լինի այդ երկու դիցաբանական պատկերացումների հետ, լուսի և կայցակ ամպրոտ, որոք և այլ։ Եվ պարզում է, որ հայերը թույլ է տալիս նաև բացատրել դա, թե ինչու և լուսնի հետ, և կայցակ ամպրոտի հետ։ Որովհետև հայերեն ցուլ բարի բայական ցոլել ձևը նշանակում է լույս ճառագել։ Այսինքն դա վերաբերում է լուսնին։ Իսկ ցոլալ մի ձայնավորի տարբերական տարբերակ, ցոլալ նշանակում է կրակ շայքել։ Դա արդեն պիտի վերաբերվի ամպրոպի աստծուն և հայտնի է, որ ամպրոպի աստվածը միշտ պատկերվում էր ցավի վրա կանգնած, ասենք Էլիշե Թեշուհի ուրարտական կոչված, որը միշտ պատկերվում էր ցավի վրա կանգնած, իսկ որ լուսնի աստվածն է, բանը ցուլը նաև լուսնի աստվածը ու կենդանին էր, դա էլ շատ հայտնի է դիցաբանական պատկերացում։ Նա մենք տեսանք այս նշանը իր առուն ձերծումը։ Ժայռապատկերներում կան հարյուրավոր այսպիսի նշաններ, որը կցագերված է պես առ նշանից և մի, որը բոլոր 5 գրային համակարգերում դա ունի մեկ թվի արժեք, մեկ թվի իմաստ։ Հետևաբար մենք սա ընդունենք առ և սա մի, մեկ, այսինքն մեկ բառի տարբեր ձայնադարձեր։ Ես դեպքում ես կցագրություն, այսինքն ես երկու նշանների ամբողջական ընդերցումը պիտի լինի առ մի, առ մեն, առ մի, առ մե և պիտի արտահայտի Արմեն անունը, որը հայերի երկրորդ անվանում է։ Այստեղ բերված է ուրեմն նմուշներ ժայռապատկերներից, այս նշանագրի կցագրությունը տարբեր վերօրշյալ կենդանապատկերների հետ։ Որը։ Սա ավելի շատ նման է Հովազի պատկերի, գիտեք որ Արյուտի թիվը ես բերեցի, կան շատ պատկերներ, որտեղ Հովազն ու Արյուտը ճշգրիտ տարբերակում են իրար, կան պատկերներ, որ չես ջոկում, Արյուտը թե Հովազը։ Դա համակոպետ Հովազի պատկեր է, իսկ Հովազը հայերենում ունի նաև ինձ, այդ անվանում ընծարույց, այդ ինձ արմատն է, ինձ, որը համանում է հայերենում ընձու է, էդի ընձ, այդ արմատը նույն անձ, որ ընձու է, լույս ճառակ է, ծնել և այլ հետի մասներում։ Այսինքն դա կապվածակ կոնկրետ Հովազի բան է պատկերված է մայր աստվածուհու, որպես մատանուն անուն։ Եվ ասենք իմ պատկերագրության մեջ խեթական, ասորեստանյան, միջագետյան, բաբելական, եգիպտական և այլն մայր աստվածուհին պատկերվում էր երկու ընծայրուսների կամ արյուսների։ Հայաստանից ևս գտաբել է նման պատկեր, հիմա պահպանվում է բրիտանական թանգարանը։ Սա այդ Արմենը, որը ժայռապատկերներում շատ է այս նշանագրի գործածությունը։ Բայց ինչ է Երբ որ պերվել է, ասենք, այն ժամանակում Հայաստան չկա, 19-րդ դարի սկզբների մեջ կեսերին է պերվել և տարվել է բրիտանական թեորներ եղել, գտնողներ, բրիտանացիներ և տարել են։ Հիմա այդ Արմեն նշանագիրը, մենք հիմա մի քիչ հետո տիգանք ես նախապատրաստում ասենք ժամանակագրությանը ժայռապատկերների, հետո մենք տեսանք, որ այդ նշանագիրը, որը առկա է ժայռապատկերներում և հնարավոր է ընթերցել հայերենի համանունների վրա, այդ ժայռապատկերները մենք տեսնում ենք վերին քարեդարյան, վերին պալեոլիթյան, այս մայր աստվածուհու արձանիկների վրա։ Առաջինը գտնվել է Մամուտի Ժանիկից քանդակված մայր աստվածուհու պատկերը, որը գտնվել է Գերմանիայում և թվագրում է 40-ից 35,000 տարի դահանագետների թվագրումներ, գերմանացի հնագետների, և այդ աստվածուհու աջ ուսի վրա, բազուկի վրա, մենք տեսնում ենք եկնենք Արմեն նշանագիրը։ Նորմետած բաժոտներ շատ հետաքրքիր է մեր էպոսի խաչ պատարագիր, որը միշտ ուղղ է հայրոսների աջ բազուկի վրա։ Սա ավստրիական Միլենդոր բնակավայրից է գտնվել նույն նշանագիրը, որը թվագրվում է 24-22,000 տարի, սա Իսրայելում գտնվել ոսկուրի կտորերը թվագրում են 60-ից 40,000 տարի։ Սրանք
ֆրանսիական քարանձավներով տերված բացահայտված հայտնաբերված պատկերներ են, էլի այստեղ տեսնում ենք այցի պատկեր, տեսնում ենք նաև արմեն պատկերը, արկ պատկերը, այստեղ այցը շատ է կարևորվում, մի քիչ հետո դրան կանդրադառնանք, որտեղ այցի ինտելացման օջախը դա Հայաստանն է, եւ Հայաստանից տարածվել է ամբողջ աշխարհում մեկ ընտանի այցի նախին դեզորարյան այցն է, որի Հայաստանի էնդեմիկ կենդանի է։ Մեզ նույն Ռուբինյանի 6-րդ հազարամյակի կավե հարցանիկ, որի վրա նույն պատկերն է, սրանք շվերական քնիկներ են, որոնց վրա նույն արմեն նշանագիրն է, սրանք եգիպտական նշաններ են, եգիպտական ժայռապատկերն ինչ-որ կենդանի վրա այդ նշանագիրը դրած, սրանք մեր երկրորդ հազարամյակի երկրորդ այսպես կոչված գծային գրերով արձանագրություններ են Քուչակից, որ հիմա ապարանի ջրամբարի տակ է, ջրերի տակ է, եւ սրանք ուրարտական քնիկներ եւ այդ ամբողջի վրա, այսինքն ժամանակավորեն մենք տեսնում ենք, որ այդ նշանագիրը դերին քարե դարից պալեոլիթից մինչեւ կոնկրետ ուրարտական շրջան, ավելի մեր ժամանակների մոտ գործածվել է դրանցը։ Մեր օրյա գորգերը, որոնց Վահանի ամենակենտրոնում ենք տեսնում ենք այդ նշանագիրը։ Մեկ ես կողմով, մեկ ես, որպեսզի գորգի երկու կողմից էլ ինքը տեսանելի։ Այդ արև խաչը անհամանգում, հա՞։ Սվաստիկա չի։ Սա չէ։ Այս երկու ան եւ մինը, այս ան։ Սվաստիկան սա է ձեզ պատկերացնել տալիս, բայց սա զուգահեռ ուրիշ նշաններ է։ Սվաստիկան գորգերի մեջ ուրիշ է։ Չէ, սվաստիկա չկա այստեղ, ու է սվաստիկա։ Այս արմն է եւ այս մինը։ Մինը այս մինը։ Չէ, սվաստիկա այդ պատկեր չի։ Հիմա գանք ժայռապատկերների թվագրմանը եւ տեսնենք թե իսկապես հնարավոր է որ Ցյուրիխի ժայռապատկերները այդքան հին լինեն, որպեսզի դրանք մենք տեսնենք, ասենք Եվրոպայի այդ 30-ից 40,000 տարի հնություն ունեցող հարցանքների վրա։ Սրանք ուրեմն աշխարհում առավել հայտնի ժայռապատկերների կենտրոններից մի քանիսն են եւ իրենց համապատասխան թվագրումներով, ասենք եվրոպական թվագրումը 30-ից 35,000 Ռուսիայի Աֆրիկան 14, 24, Արեստին էլ 30, 40, Սիբիր, Հնդկաստան եւ այլն։ Սակայն այս բոլոր թվագրումները, դրանք բոլորը պայմանական են ինչ առումով, որովհետեւ չկա մեթոդ, որով հնարավոր լինի կոնկրետ տարիք որոշել։ Պարզապես ելնելով քարի վրա փորագրելու այդ տեխնոլոգիայից, քարով ծեծելու, խազելու եւ այլն, բոլորը ենթադրում են, թե դա պիտի պատկանի վերին պալեոլիթին։ Այսինքն մոտավոր ինչ-որ թվեր են, որ իրենք բերում են ելնելով վաղ տարածաշրջանի պալեոլիթյան մշակույթի ժամանակավորությունից։ Մեր պարագայում ժայռապատկերները Սյունիքի թույլ են տալիս հենց իր մեջ եղած նյութով, որին հիմա կանդրադառնանք, թվագրել եւ դրանք բաժանվել են ըստ այդ ֆունկցիոնալ տեսակների, որոնցով մենք պիտի հերթականությամբ թվագրենք ժայռապատկերները, զենքերը, խեցեղերը, նավերը, կենդանական աշխարհ, վայրի ոչխար, 5 գրավոր աղբյուրներ։ Այսինքն այս բոլոր թեմաներով մենք հիմա ելնելով հենց ժայռապատկերների նյութից պիտի թվագրենք։ Առաջինը բանն է, զենքերի նկարները շատ են չվերեցի, բայց ժայռապատկերներում պատկերված զենքերը հիմնականում իսկապես պալեոլիթյան զենքեր են, դա նետո աղերն է, հիմնականում բիրը, մաքսիմում նիզակը, որի ծարին ասենք այդ քարե տեգ է դրված։ Եվ դրանից ելնելով, քանի որ ընդհանրություն ոչ ընդհանրություն չունի, ասենք վաղ բրոնզեդարյան կամ տանզեդարյան զենատեսակների հետ հայտնի տեղված, կարող ենք ասել, որ ժայռապատկերները պիտի դրանից հետո, ասենք 3000 թվից առաջ լինի։ Հաջորդը խեցեղենն է, աշխարհի բոլոր հնագույն գրային համակարգերում, Շումեր, Եգիպտոս, Խեթական, Ուրարտու եւ մեր մեծանորում 3-րդ հազարամյակ, 2-րդ հազարամյակ։ Խեցեղենու խեցի պատկերները միշտ առկա են եղել գրային համակարգերում։
այս պատկերները սրանք որոշակի հետո դարձել են որոշակի սեպանշան, որոշակի իմաստներ են արտահայտելու Եգիպտոսում, սրանք որոշակի հիերոգլիֆներ են։ Նույնը խեթականում հիերոգլիֆիկ գրել են եւ ուղարկում։ Սակայն Սյունիքի ժայռապատկերներում չկա ոչ մի խեցեր պատկեր։ Խեցերերի պատկեր, այսպիսի պատկերներ գոյություն չունեն։ Իսկ դրանից ինչ եզրակացություն կարող ենք անել, որ այս ժայռապատկերները փորագրվել են մինչև խեցերերի հայտնաբերումը, մինչև խեցու հայտնաբերումը։ Իսկ խեցու հնագույն նմուշները թվագրվում մոտավորապես 7000 տարի Քրիստոսից առաջ, 9000 տարի մեզանից առաջ։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ Սյունիքի ժայռապատկերները փորագրվել են դրանից էլ առաջ։ Դա մեզ թույլ է տալիս ասել խեցերերի մասին եղած պատկերները։ Երրորդ ժայռապատկերները մեր Սյունիքի հիմնականում տեղակայված են 2500-ից 3500 բարձրությունների վրա։ Եվ այդ բարձրությունների վրա մենք տեսնում ենք տասնյակ նավերի, նավակների պատկերներ։ Եվ հարց է առաջանում, թե ձեռնարկատների մոտ ինչ գործ ունեն այդ նավերի պատկերները։ Եթե կան նավ, դա նշանակում է այդ մարդիկ պատրաստել են նավ։ Եթե պատրաստել են նավ, դա նշանակում է հավասար ջրավազան ունենային, որպեսզի կարողանային այդ նավերը օգտագործել իր ֆունկցիային համապատասխան։ Սակայն այսօր աշխարհագրական իրավիճակը մեզ նման հնարավորություն չի տալիս։ Այսինքն Սյունիքում այսօրվա չկան այդ ջրավազանները, որպեսզի այս նավերը այնտեղ կարողանային թողնել խորը նստվածքով, սրանք եգիպտական նավերի պատկերներն են, նույն խորը նստվածքով, այսինքն դրանց հարկավոր էին մեծ ջրավազաններ, որպեսզի այս նավերով կարողանային նավարել։ Եվ ինչ է պարզվում։ Պարզվում է, որ մոտ 70,000 տարի առաջ երկրաբանները պարզել են, որ ելնելով այսօրվա այդ իրաց տեղումներից չորրորդական այսպես կոչված շրջանի, որը երկրաբանների տերմինոլոգիան է, համապատասխանում է հնագետների պալեոլիթ կոչվող ժամանակաշրջանի։ Հայաստանը ծածկված է եղել լայն այսպես կոչված լճային ցանցով եւ իրենք ոնց են գտնում այդ լճային ցանցը, ցանկացած կամ գնալ ջուր, նույնիսկ եթե փողոցում Անդրեևա գալիս մի օր մնում է հետո գլոշյանում տակը նստված կտում։ Այդ լճերը, որոնք գոյություն ունեցել հազարավոր տարիներ, շատ մեծ շերտի նստվածներ են թողել։ Եվ երկրաբանները այս նստվածների հզորությամբ որոշում են, թե այս լճերը եւ են առաջացել ինչքան են գոյատել։ Եվ մոտավորապես ստացվում է այսպիսի պատկեր, սրանք այդ լճերն են Արարատյան ծով էին կոչվում երկրաբանները, Շիրակի ծովը, Ագարակի ծովը, սա Հետսիսյանի այդ իջվածքն է, և կենտրոնում Սևանավիճ։ Եվ մյուս կողմից, այդ նույն ժամանակում պարզվում է բարձրացել են նաև Կասպից ծովի ջրերը, այսպես կոչված խվալինյան տրանսգրեսիան, Կասպից ծովի ջրերը բարձրացել են հասել մինչև ժամանակակից քուրի հումոր, մինչև ժամանակակից վայրվան ապաստավ։ Այսինքն Սյունիքը նո այստեղ էլ արդեն Արաքսի հումն է, որ այստեղ շատ հզոր մի հոսանք պիտի լիներ, առավելից եթե նույնպես գայլի դարպասները, արևելքից արևմուտքից հարավից կտրված էր եւ միայն վերևով, ջավախքի լեռներով, ասենք հնարավորություն ուներ մի կապվել ցամաքի հետ։ Ուրեմն եթե կային այս ջրային ավազանները, դա նշանակում է, որ ժայռապատկերները պիտի փորվեին ավելի վաղ, քան սրանք վերացել են։ Քան վերացել է, հետաքաշվել Կասպից ծովի ջրերը, ցամաքել են Շիրակի, Արարատյան ծովերը։ Իսկ դրանք տեղի են ունեցել 10-ից 8-րդ հազարամյակում։ Քրիստոսից առաջ 10-ից 8-րդ հազարամյակ։ Այսինքն մենք կարող ենք արդեն ասել, որ ժայռապատկերները փորագրվել են դրանից առաջ։ Որտեղ այս ջրավազանները պիտի որպեսզի իրենք նավեր կառուցեին եւ նավեր պատկերեին։ Այն որում դա նաեւ հնագիտորեն է հաստատվում, որովհետեւ այս դաշտային Արցախի եւ Արարատյան դաշտավայրում, ասենք 8-րդ հազարամյակից բնակավայրեր գոյություն չունեն։ Եվ վերջապես
կենթանիները այդտեղ ամենաշատ հավաստիքներ ասել, փիրը երջերուն է, գիգանտ երջերուն, որը վերացել է, ասել 13,000 տարի առաջ, խոյացումը, քարանձավային արջը, ժայռապատկերներում տեսնում եք բազմաթիվ այսպիսի պատկերներ, որոնցում պատկերված կենդանիները այլևս գոյություն չունեն կամ պատմական շրջանում նրանց մասին ոչ մի շրջանություն չկա։ Եվ մյուս կողմից հայտնի է, որ 12-13,000 տարի առաջ երկրի վրա տեղի ունեցել մի գլոբալ կատաստրոֆա, որի ժամանակ վերացել են խոշոր կենդանիներ, որից մեզ երևի ամենահայտնի մամոնտը, որը վերացել է այդ ժամանակ։ Այդ ժամանակին են պատկանում նաև այս կենդանիները, ժայռապատկերներում պատկերված, և եթե մարդը, նույնիսկ ասենք, եթե մի օրինակ մենք, ասենք ունենանք թղի միայն մի օրինակ, կամ ասենք երջերի կամ չգերնձուղթի մի օրինակ, դա է բավական է ասելու, որ այդ կենդանին եղել է, որտեղ մարդը պիտի տեսներ, որպեսզի պատկերեր։ Իսկ քանի որ այս կենդանիները վերացել են 12,000-13,000 տարի առաջ, դավալ մենք կարող ենք պնդել, որ ժայռապատկերները, տվյալ դեպքում այս կենդանիների պատկերները փորագրվել են դրանցից առաջ, մինչև նրանց վերանալը։ Եվ վերջապես հաջորդ ուրեմն թվագրման պարամետրը դա վայրի ոչխարն է, որ այսօր շատ տարածված է, որ պատկերացում է, թե դա Հայաստանի էնդեմիկ կենդանին է, իրականում ասենք մասնագետները ցույց են տալիս, որ վայրի ոչխարը միջերկրական ծովի այդ գազիներով, ափամերձ լեռնային շրջաններով եկել մուտք է գործել Հայաստան, մոտավորապես ասենք 7-8 հազարամյակներում, բուն հայկական լեռնաշար։ Եվ ինչու է բերել խոյի այս թվագրման համար խոյի այս վերաբերյալ նյութը, որովհետև ժայռապատկերներում մենք տեսնում ենք նույնիսկ ասենք, որ այս վերացած կենդանիների մանրամասն պատկերը, գծագրությունը դրանց, էլ չեմ ասում այծերը, առյուծները, ցուլը, դապաստակը և մյուս կենդանիները, բայց մենք չենք տեսնում ոչ մի խոյապատկեր։ Խոյի ամբողջական ոչ մի պատկեր չկա։ Կա երջուրներ, որոնք որոշ մասնագետներ ասում են, սա խոյի երջուր է և մեկնաբանում են ըստ այնա, բայց իրականում դա այծի երջուր է և ընդհանրապես խոյի պատկեր ժայռապատկերներում չկա։ Սա ևս ասում է, որ ժայռապատկերները փորագրվել են մինչև խոյի մուտք գործել հայկական լեռնաշար։ Հիմա կան գրավոր աղբյուրների։ Վերջում կանդրադառնանք դրան այդ համեմատությունների եգիպտական և շումերական գրերի և ժայռապատկերների նշանագրերի և եզրակացությունը այդ համեմատության այն է, որ շումերական և եգիպտական պատկերագրերը ծագել են Սյունիքի ժայռապատկերներից։ Հակառակը չէր կարող լինել, որովհետև նրանք վկայված են 4-րդ հազարամյակի վերջով, իսկ ինչպես տեսանք Սյունիքի ժայռապատկերները դրանից մոտ 8000 տարի առաջ։ Հետևաբար սպասելի էր, որ ասենք Շումերի և Եգիպտոսի այդ քաղաքակրթության թողաջարանկության մեջ մենք պիտի հանդիպեինք հիշատակման, թե իրենք որտեղից են եկել, գրերը որտեղից եւ այդ նման մի ինչ-որ պատմություններ։ Բայց այսօրվա հրատարակված տեքստերը հարցանաբանները շումերական, եգիպտական, նման ուղղակի ոչ մի վկայություն չեն տալիս։ Մի կողմից դա կարող է բացատրել, ասենք նրանով, որ ասենք Շումերի պարագայում պեղված արձանագրությունների միայն 10%-ն է հրատարակվել, իսկ այդ 10%-ից միայն 5%-ն է թարգմանվել։ Այսինքն ահռելի նյութ կա, որի իմաստը հայտնի չի մեզ, թե ինչ է գրված, հնարավոր է դա հետո ասենք ինչ-որ հայտնաբերել։ Բայց մենք ունենք երկու վկայություն, որոնց աղբյուրները միջագետքյան են։ Խոսքը վերաբերում է ծննդոց գրքին, 5 գնդակարանի և այսպես կոչված հոբելյանների գրքին, որը մասնագետները անվանում են նաև փոքր ծննդոց։ Հայտնի է, որ դրանց երկուսի սկզբնաղբյուրներն էլ միջագետքյան են, որովհետև բերում են նույն պատմությունները, ինչ որ հայտնի է միջագետքյան աղբյուրներից։ Ուրեմն ինչ է ասում հոբելյանների գիրքը։
ջրհեղից հետո երբ որ Նոյը իջնում է իր խաղողային եւ այլ այդ պատմությունները, հետո դրա որդիները, նրանց ծերունները բնակվում են Մարսիս լեռան շրջակայքում։ Սեմը բնակվում է Մարսիս լեռից, իր քաղաքը կառուցում է Մարսիս լեռից արևելք, Հավետը հարավ արևմուտքում, Քամը հարավ։ Եվ բազմանում են ու բնականաբար խնդիր է առաջանում նոր բնակավայրերի տեղավորում։ Եվ Հոբելյանների գիրքը ասում է, որ Սերի թորը Արփաքսադի որդի Կայինանը։ Եվ որ գրում է այդ նոր բնակավայրի տեղավորելու համար, իր ասելուների, իր ժառանգների համար, Հոբելյանների գիրքը գրում է սատված, որ նա գտնում է գրերի լերը, որի վրա նա տեսնում է այդ գրերը, կարդում է, թարգմանում եւ այլ եւ այլ։ Այստեղ թարգմանելը, այլ թարգմանելը դա ուրեմն պիտի հասկանա, որ նշանագրերը ինքը ընթերցեց եւ վերածեց բառը։ Իմաստագիր, որպեսզի իմաստային նախադասություն ստանա։ Սա ասում է ուրեմն Հոբելյանների գիրքը։ Հին կտակարանը նույն ժամանակի վերաբերյալ, այսինքն հետ ջրհեղեղի անմիջապես հետ ջրհեղեղյան ժամանակի վերաբերյալ, նորից Սերի ժառանգների, ուրեմն Եբերի երկու որդիներից ասում հիշատակում է Եկտանի եւ նրա 13 որդիներից զբաղեցրած տարածքը։ Ոնց որ հատուկ sense բերի որ նշի այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը հետագայում պիտի մեզ պետք է։ Եվ ասում նրանց բնակությանը եղավ նրանք բնակվեցին Մասյաց լեռներից մինչև Սոփեր լեռը արևելյան։ Այս Մասյաց եւ Սոփեր անունները հին կտակարանում եւ ընդհանրապես հին մատենագրության մեջ, թե եբրայական, թե հայկական, թե հունական, այս միակ տեղն է, որը սրանք գործածվում են։ Ուրիշ թարգմանություններով հունական, լատինական, մասորական եւ այլն հին կտակարանի Մասյաց բառի փոխարեն ընդեղ գրվում է մասե, մասա, մաշե, որը կապում են մեկնաբանները եբրայերեն մաշե բառի հետ, որը նշանակում է ազատություն, փրկություն։ Այսինքն այդ լերը պիտի իր անունով կապված լինի փրկության, ջրհեղեղից փրկության գաղափարի հետ։ Ազատություն ասեցիք, հա։ Ինչի՞ որովհետև մասիստներ էին ժամանակ կոչում ազատ իրեր։ Հա, չէ, դա ուրիշ բան է։ Հա։ Բայց միայն հայերեն թարգմանության մեջ է, որտեղ կա Մասյաց ձևը։ Սահակ Պարտևի եւ Մեսրոպ Մաշտոցի թարգմանած նախնական հին մննդոց գրքի մեջ է պահպանվել Մասյաց ձևը, որը հայերենի ուրեմն քերականությամբ պիտի մենք ընթերցենք Մասիս բառի հոգնակի բացառական։ Այսինքն Մասիսներից մինչև Սոփեր լեռը։ Այսինքն Եկտանի եւ նրա 13 որդիները զբաղեցնում են Մասիս լեռից մինչև արևելյան Սոփեր լեռը։ Դա իրաց բնակության վայրն է։ Ուրեմն մենք եթե ֆիքսեցինք, որ դա Մասիսն է, իսկ ինչ է նշանակում Սոփեր լեռը։ Իսկ Սոփեր լեռը կազմված է մի արմատից, որը սեմական բառ է, բնիկ սեմական բառ է, բոլոր սեմական լեզուներում նշանակում է գիրգրություն։ Այսինքն արևելյան Սոփեր լեռ, դա պիտի մենք ընթերցենք արևելյան գրերի լեռը, կամ էլ գրերի լեռ, արևելյան սահմանը դա գրերի լեռն է։ Մենք գալիս նույն գաղափարից, ինչը որ մենք հանդիպեցինք Հոբելյանների գրքում։ Իսկ Մասիսից արևելք ուրեմն գրերի լեռը, դա մեր այսօրվա Գեղամա Արտեմիսի Զանգեզուրի լեռներն են, որտեղ մենք հենց ժայռապատկերների հիմնական կուտակումներն են։ Այսինքն այս գաղափարը, գրերի նախնական տեղի գաղափարը, որ իրենք ասում են նախաջրհեղեղյան նախահայրերը, պահապանները եւ այլ ինչ մականուններ որ տալիս են, դա գրվել է նրանց ձեռքով, նախաջրհեղեղյան նահապետների ձեռքով։ Ու սա ջրհեղեղի այսպես կոչված ժամանակակից գիտական բացատրությունն է, գիտնականները չափել են օվկիանոսի մակարդակի տատանումները աշխարհի տարբեր կետերում, դա դրանց ընդհանրացված բանն է, եւ մենք տեսնում ենք, որ
սառցապատումից հետո, երբ որ ջրերը սառույցները սկսում են հավվել, այդ համաշխարհային վերջին սառցապատումից հետո, ջրերի առաջին խոշոր ալիքը օվկիանոսի է հասնում մոտ 15,000 տարի առաջ և օվկիանոսի մակարդակը բարձրանում է մոտ 30 մետր։ Դե դա համերձ բնակավայրերի համար 30 մետրը դա իսկապես պիտի որ կատաստրոֆիկ շուտ երևույթներ տեղի ունենա։ Ու հետո սկսում է բարձրանալ և մինչև 120 մետր երբ որ բարձրանում է, հասնում է ժամանակակից մակարդակը։ Սա էլ եթե մենք ասենք ելնենք այս տվյալներից, մենք էլ պիտի ասենք, որ ժայռապատկերները եթե իսկապես ինչպես պնդում են այս աղբյուրները, նախաջրեյան նահապետների գրվածներն են, ապա դրանք պիտի գրված լինեն այդ տարեթվից առաջ։ Սա էս խառնում մի քիչ։ Սա այցերի մասին ուրեմն այդ տվյալներն են, սա շատ կարևոր գետերը, հնագետները, սա այդ Հայաստանն է, որտեղ ընտելացվել է այցը։ Եվ այստեղից 12,000 տարի առաջ այստեղից այցը դուրս է բերվել, ընտելացողի հետ միասին, երեք դուրս են եկել, և տարածվել են աշխարհում մեկ։ Այցը այս երկու ճանապարհով, սա կոչվում է միջերկրածովյան ճանապարհ, գազիկների վրա միջերկրական ծովի, որտեղ իրենք նավագնացներ էին նաև, և Բալկաններով հասնում է մինչև Եվրոպայի հյուսիսային ծայրամասեր։ Բրիտանական գազիկներով հասնում են ասենք 5-6 հազարամյակներով։ Դա հնագետները շատ հիմնով ինսանյութ էր, որտեղ այս ճանապարհի վրա դամբարանները տեղելով, պեղված նյութի մեջ գտնելով այծի ոսկորները, թվագրելով նրանք, կազմել են այսպիսի ճանապարհ։ Իսկ այծը առավել ևս ընտելացված այծը ինքնուրույն նման ճանապարհորդություն չի կատարում, այլ գրում է իրեն ընտելացնողի հետ և այս ճանապարհով մենք կարող ենք նաև բացատրել, թե ինչպես Սյունիքի ժայռապատկերների նշանագրերը հայտնվեցին Եվրոպայում։ Սա մի տարբերակն է դեպի Եգիպտոս։ Բացահայտելու համար, հիմնավորելու կանոն համար, թե ինչպես է կարող է ծառայել եգիպտական քաղաքականություն։ Այս ժայռապատկերների զույգերը, ուրեմն, սա Սյունիքի ժայռապատկերներն է զույգը, այս զույգը մոկ, շատախ, Վանալջից հարավ, տեղի ժայռապատկերներն են, սրանք Նեգև, Պաղեստին, ժամանակակից Իսրայելի հարավային մասը, տեղի ժայռապատկերներն են, սրանք Եգիպտոսում գտնված Նեոսի մոտակայքում գտնված ժայռապատկերներ։ Այդ ժայռապատկերները թե իրենց պատկերներով, թե տեխնիկայով, տեխնոլոգիայով, գծերով, վերացական նշաններով բացարձակ նույնական են Սյունիքի ժայռապատկերների հետ։ Եվ ելի նորից այս տարածաշրջաններում այց չկար։ Մանր և ջերավոր անասուն չկար և այդ կենթանին հայտնվում է միայն իր ընտելացնողի հետ, ով հիմնում է այդ քաղաքակրթությունը։ Լինի եգիպտական, լինի շումերական։ Ասեք դրա մի հավելյալ ապացույցը այցի անվանում է այդ ճանապարհի վրա գտնվող լեզուների մեջ, որոնք բոլորը կարող են փոխառություն լինել հայերենից։ Այցի վերաբերյալ այս ճանապարհը, որ Հայաստանից Պաղեստին Եգիպտոս, սա Պաղեստինի հնագույն բնակավայրերն են, որոնք ունեն իրենց թվագրումները։ Սա էսպական պրեպոտերի նեոլիթիկ, նախախեցեգործական նեոլիթիկ, նախախեցեգործական նեոլիթիկ է, և այլն իրենց թվագրումները ունեն։ Այս բնակավայրում ապրող մարդիկ հնագույն ժամանակներից մինչև այս պահը իրենք հիմնական միսը իրենց գործածած, որը գտնվում է դամբարաններում, տեղումների ժամանակ, բնակավայրերում, դա այծամն էր, գազելը։ Հիմնականում իրենք օգտագործում էին այծի միս, այծամի միս, վայրի այծամ էին գործում։ Այս ժամանակից սկսած, որը համապատասխանում է 19-րդ հազարամյակների, հայտնվում է այծը, այս ժայռապատկերների վրա պատկերված այծը։ Այծը սկսում է դառնալ արդեն գերակա, այծյանը արդեն համարյա վերանում։ Այսինքն իրենց հիմնական մսի պաշարը, իրենք արդեն իրենց ընտելացված այծից էին վերցնում և շատ քիչ քանակ էր մնում ասել գործ։ Եվ այս ճանապարհում մենք թվագրում ենք, որ այս ժայռապատկերները Նեգևի
Պիտի լինեին հենց այդ ժամանակ 19-րդ հազարամյակներում, որտեղ այդ է պիտի հայտնվեր, որպեսզի այդ պատկերներ։ Իսկ այդ այցին բերում անա, ով ընտելացրել է իրինքներ պատկերը։ Դրանք մի փոքր մասն է եգիպտական նշանագրերի և Սյունիքի նշանների համեմատական մի փոքր հաղորդիչ կա։ Սա մոտավորապես ես որ բերում եմ, մոտավորապես մի 30 թե 40 նշաններ է, մեջտեղից ես կտրել եմ։ Սրանք հիմնականում այն նշաններն են, որոնք Եգիպտոսում գործածվել են 5-րդ հազարամյակներում և հետագայում չեն մտել իրանց գրային համակարգի մեջ։ Որտեղ սրանց կարիքը փաստորեն իրենք չեն ունեցել։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք օրես նշանները, բացարձակ նույնական է, այս շարքը նույնականը Եգիպտի Սյունիքի նշանների հետ։ Իսկ նման պատահական նույնություն, ասենք, այն էլ վերացական նշանների մեջ դա գործնականում անհնարավոր դա լինի պատահական։ Եվ երկրորդ, մենք տեսնում ենք Սյունիքի մի ժայռապատկեր, ամբողջական մի ժայռապատկեր, մի բազալտի վրա փորագրված ժայռապատկեր, որը եթե մենք մեկնաբանենք, ասենք տանք մի Եգիպտագետի, նա միջավայր սկսի կարդալ իր Եգիպտերը, երովիկներով։ Եվ կասի սա փորագրել են եգիպտացից։ Ինչու՞, որովհետև այդ ժայռապատկերի նշանները, որոնք հեսա հանված են այստեղ, իրենք ճշգրիտ զուգահեռներ ունեն եգիպտական հիերոգլիֆների մեջ։ Բացի այս նշանից, որտեղ սա արդեն 4-5 նշանի մցագրություն է և դրանք իրարից անջատելը արդեն մի քիչ ավելի բարդ պրոցես է։ Եվ մենք տեսնում ենք, որ այս եգիպտական գրային համակարգը ուրիշ տեղ, ուրիշ ճանապարհ չուներ, քան Սյունիքի դուրս գալ և հայտնվել Եգիպտոսում։ Անշուշտ իր կրողի հետ միասին։ Եվ փաստորեն սրանով ավարտենք։ Նույն պատկերը իդեպ նաև Շումերում է, և ասեմ, որ հայտնի է, եգիպտական այս նշանների ընթերցումները հայտնի է, և դրանք հիմնականում, գործնականում կարելի ասել, բոլորը, որոնք առկա են Սյունիքում և Եգիպտոսում, դրանց իմաստները, որոնք վերականգնվել են Եգիպտոսում, ճշգրիտ համապատասխանում են այն իմաստների, որոնք մենք վերականգնում ենք, ասենք, Սյունիքի ժայռապատկերների համար և որոնք կան, ասենք, շումերական գրերի մեջ։ Այսքան է։ Հարցեր կան։ Նշեցինք, որ Սյունիքում եղել են խաղերի մանրոկներից հիշատակությունները ոչ մի տեղ չկա, գրավոր աղբյուրներ են, որպեսզի կենդանիներ եղել են։ Իհարկե կա։ Պետք է տանիքները պեղվել են, չեն թանգարաններ չես գնացել։ Չես գնացել։ Այ հիմա դուք գնաց պատմության թանգարան, մեր պատմության թանգարանը հրապարակի վրա, հենց հիմա կարող ես դուրս գալ, եթե 800 դրամ ես։ Թե 1000 Հա, ցուցերի կարող ես գնալ։ Բարձրանում ես երրորդ հար, դրած է ցուցափեղում, այս փղի ժանիքը, որը գտնվել է Լենինականում, այդ փղի ժանիքը ինքը թվագրվում է 300-400 հազար տարով, և այդ ժանիքի վրա դու կտեսնես այս նշաններից երկու նշան։ Մեկը ժանիքի մի կողմում է դրած, հստակ երևում, մարդու ձեռքով խորագրված, և մյուս նշանը ժանիքի այն մյուս կողմում է դրված։ Քանի հազար տարի։ 3-400 հազար տարի։ Խոսեք մարդու գերարվեստական պատկերացումների մասին, այսինքն իրենք տարածությունը, հարթությունը որպես այդպեսի նկարում էին, ճարպերը օգտագործում էին նկարում, որ պատկեր ստանան։ Եկեք որ նյութի վերաբերան հարցեր տակ, որտեղ մենք շատ քիչ առավելից այդ հարցը շատ փիլիսոփական է և բայց կան դեմ ինչ-որ իհարկե կան, հա։
Այդ դրանով զբաղվում է Հարավի Գրիգորյան Աշոտի, ճարտարապետական, գիտահետազոտական ինստիտուտ Թանգարանը։ Ինչ նման հարցերը հա զուգարանի գործունեն Արագատի ժառանգության Սրանք նույն մշակույթն է, եւ Արագատի ժառանգապատկերը, եւ Մոքսի, եւ Տավրոսի ներներում կա, Երզենկայում կա, այդ բոլորը նույնն է, այդ մշակույթն է։ Դրանց այդ նույնն է նաեւ, ասենք մեր վիշապաքարերը, որտեղ նույն նշաններն են մեր գաղափարներն են։ Պարզապես հնության առումով ամենահինը պիտի թվագրվի Սյունիք։ Որ ասացիք 3-400,000 տարի առաջ, բայց ասենք այդ ժամանակ մարդկություն կար, որ կարում բանական մարդով մարդու ոնց են թվագրում, ժամանակակից մարդը չկար, բայց կար են նեանդերթալցի կոչվող և վրա նախորդը կար, բայց ժամանակակից մարդը թվագրվում է 40-50 հազար տարի։ Բանական մարդու մասին է ստեղ խոսքում մարդը, որ բանականություն ունի, կարող է ինչ-որ բան գրի առնի։ Չէ, այդ երջուրը ինքը կարող է իրականում երկու անգամ հայտնաբերվել։ Մի անգամ հայտնաբերվել այն մարդը, վրան այդ նշանը գրել է, հետո այդ երջուրը ընկել է լճի մեջ, ընկել է նստվածքի տակ եւ այլն եւ հայտնաբերել այսօր երկրորդ անգամ մեր ժամանակների երկրաբան կամ հնյաբան։ Կրկնակի է հայտնաբերվել ինքը։ Իսկ այդ որ իրանք արնում կա, սինգլոժետի պարտավորությունը ցույց տալիս։ Իրենք գիտակցում են, եթե մենք ամեն ցեղի պարտավորությունը, այսինքն մերոնք, ձերոնք կրակտերի կա, ցեղային էթնիկ Իհարկե, ինձ թվում է կարևոր է, եթե ունի համացեղային ինքը աստված ունի, որը կոչվում է Արմեն, նույն ձևի ինչ որ Հայաստանից Հայան անունագալից, նույն ձևի Արմենից Արմենն անունագալից։ Եթե կար նրանց միավորով լեզուն, որը կար որպես այդ նշաններով իրանք գաղափարագրեի, հետևաբար պիտի լիներ ազգը։ Ազգը պիտի լիներ։ Ազգ գաղափարը սահմանելով, այսօր ասենք աշխարհում տենց մի ընդունված սահմանում չկա, որպես ասենք ինչ բան է ազգ։ Այսինքն ազգի մասին խոսելով մենք պետք է նախապես պայմանավորվենք, թե ինչի ինչ հասկանանք ազգ ասելու տակ։ Ուրեմն մենք եթե մենք հասկանանք այսօր ազգի տակ, ուրեմն արունակցական ընդհանրությունը, լեզվային ընդհանրությունը, մշակութային ընդհանրությունը եւ կրոնական ընդհանրությունը, որ այդ բոլորը կա, դա մենք կոչում ենք ազգ։ Ստալինի սահմանումը, որը շատ թեժ տարածված ընդունված է, այսօր դրանից տարբերվում է ուրեմն տնտեսական կապերով, որ էլի կար էստեղ եւ պետականություն։ Բարձր ժամանակ պետականության ասենք խնդիրը չկա։ Դրա կալիք եւ անհրաժեշտություն չկա։ Այսինքն բոլոր պարամետրերով ինքը անպաշտպանում է ազգությունը։ Իսկ հիմա մեր կլիման կանոնները ինչ արարության են ոչնչացնում ժառանգապատկերները, այսինքն իրենք ջնջում են, չէ՞, կորում են, ժամանակը ազդում են։ Ու ազդում են, բայց շատ դանդաղ պրոցես է, մի ասեք իմ այսօրոքի բաղադրությունը կարող է մի քիչ ավելի արագացնի, բայց այդ բանը կա ու դա հնուց, ասեք, կա ժառանգապատկեր, որ մի շերտը, վրայի շերտը, որ խորագրվել է ինչ-որ ժամանակ, այդ շերտի մի մասը քայքայվել է։ Այդ քայքայված մասի վրա մեկն եկել նորից է խորագրվել։ Եվ նրանից հետո արդեն երրորդ անգամ նրա խորագրածի մի կեսն է ոչնչացել, որը հիմա դատարկ է։ Այդ է։ Զարգան միշտության, որ արդեն չեն լինի։ Հետուս դարեր Գալու է մի շրջան, որ երկրի բոլորակը չի լինել, այդպես որ զարմանալի Չի զարմանալի։ Դե եթե արդեն 400,000 տարի մենք կան, մարդ ոչնչացել է, որը մանականություն է ունեցել ու նման գործեր է ստեղծել արարել, ոչ մի բան չի ավարտվել։ Սիկլը կարող ավարտի, բայց սկսի։ Ով ավարտի մի շեր է։ Ստեղծել է սկսել։ Ես ուզում եմ հասկանալ ինչքանով աշխարհը դերակայց ամենից։ Այսինքն ինչքանով ներկայացված Սյունիքի ժառանգապատկերը աշխարհում։ Այսօր եթե Հայաստանում ներկայացված չի աշխարհում ինչու՞ պիտի ներկայացվի։
Դուք ջեստեր գաղափարների Անսել էի։ լսել էի, ականջի կոչը։ Ականջի կոչը, տեսել էի։ Առաջ պիտի մեր մեջ, Որտեղ մենք ասում ենք գերմանիականը չգիտեմ 40-50, գերմանացին գիտում որ ստանալու։ ինչ-որ ինվորմացիա ունի, բայց այդ տեսանկյունից ոչ մեկը չի նայում դրա։ Դրանք բարդ բաներ են, առաջ հատկից պարզատվող, դրանք շատ բարդ բաներ են իրար են կապելու։ Որտեղ այսօր մասնագիտությունները ինչքան գնում նեղանում են, ցանկացած գիտության, ցանկացած ասպարեզում և այս մի ասպարեզի մեջ գիտենք կողքի ասպարեզի մարդը ինչով ազգարում ինչա։ Իսկ այդ առումով իրար են կապելը շատ ճիշտ է։ Իսկ ստեղ ասենք մի քանի գիտություններ, երկրաբանություն, հնագիտություն, պատմագիտություն, աղբյուրագիտություն և այլ լեզվաբանություն, այդ ամոչը դուք բերես, հավաքես իրար գլուխ, համաձայնեցնես, որը շատ բարդ պրոցես է։ Իսկ մեր օրյա հնագետների միջև կարողություններ շատ են, կոնկրետ այս թեզի Ասեցի, ակադեմիական գիտությունը մնում այն տեսակետին, հիմնականում որ դրանք որսի տեսակ։ Բայց ոնց համանում է տեսակետին։ Չի իմանում է։ Բանալում այնացում է տեսակետին մնա։ Առաջ երդին են դիսերտացիաները, որ իրենք պաշտպանել են, իրենք տղավարդություն օրյան ասեն գիտեք ես սխալվել եմ այս բան եմ, հիմա ես ադետում եմ, որ ճիշտ է սա է։ Դրա համար դուք ներած կամքի ուժարություն, որ ասես ես սխալվել եմ։ Կարևոր չունի մնում է 5 կարծիքին, որպեսզի պաշտպանի արդարանը, որ ինքը ճիշտ է։ Պատումը չիքսի։ Հա, Ժանապատկերը ենթարական թիվ ինչքան Բայց ոնց են հաշվում ժանապատկերը։ հազարներ են։ Դա մոտավոր գնահատական է։ Ասենք ոնց են հաշվում, մի հատ են հովազը, գրի արմեն է, հետևա վերգիրում։ Չէ, այդպես չէ, գնահատում է քարը, թե քանի կտոր ժայռի վրա, քանի ժայռա կտորի վրա, քանի ժայռապատկեր է։ Բայց կարող մեկի դեմ ստեղծում։ Մեկի վրա կարող է լինի 100 պատկեր, մյուսի վրա կարող է լինի մի պատկեր։ Նրանք հավասարազոր կոչվում են 1-2։ Իսկ քանակի Չէ, որտեղ ուրիշ հաշվելու բան չկա, չես կարող որստել բոլոր նշանները։ Մենք բոլոր քարերը չենք կարողանում գտնել։ Որտեղ ոնց են որ գնաս արանքում ինչ տեղ անում, որը դու չես տեսնում։ Որտեղ կամ այսպես պիտի գնաս, կամ այնպես պիտի գնաս, կամ այսպես պիտի գնաս։ Եթե սենց ես գնում, ընդեղին մնում են։ Եթե որ երկրորդ անգամ ես գալիս, մտածում ես որ այսպես որ գնացի, չգիտես որ ճանապարհի որ ճյուղերից դու գնաս նոր ուղղությամբ։ Հենց ամենասկզբից գնաս նոր ուղղությամբ դա գրի նոր ճանապարհը։ Գնաս հետո դրի շատ սենց բարդ էլի այդ ամբողջ հաշվարկը։ Իսկ կան ժանապատկերներ, որ դուք եք հայտնվել, հենց պատկեր ասենք։ Դա դժվար է ասել, որտեղ դե գրում ես լուսանկարում ես հիմա։ Կան ասենք հրատարակված գրքեր կան Հարություն Մարտիրոսյանի և Կարախանյանի երկու տարբեր, մեկը Սյունիք, մեկը Գեղամալյան։ Դրանք որ բերել են և Սուրեն Պետրոսյանը։ Դե բոլորը չէ որ իրենք հրատարակել են, իրանք հիմնականում հրատարակել են գծապատկերները, արտանշարել են և հրատարակել։ Երբ որ համատում ես, դե չես գրտել իրենք են բոլորը չեն դրել գրքի մեջ, ասենք թե ես եմ այդատեղ տենց առաջնության ընտիկ չկա։ Իսկ քանակի առումով մեզ մոտ ավելի շատ են ասում, ձեր եգիպտական շուները։ Չէ, մեր ամենաշատը։ Եվ խտության, և քանակով, և պատկերների առատությամբ, նշանագրերի բազմազանությամբ։ Իսկ այստեղ նշանակների կոնկրետ ինչ-որ բան է նշանակում, չէ՞ միտքեր արտահայտում, այսինքն պատանական դասավորություն չի տեսնում։ Հայա։ Իսկ ժամանակակցողագիտնականը որ կարդաս կարող է հստակ նախադասություն կարդալ, թե պետք է միտքը գուշակի, ու եթե հստակ է նախադասությունը, ապա ինչպես է տարբերում այնտեղ ժամանակներ, օրինակ դա գրված անցյալով, ապագայի համար, ոնց է դա տարբերում։ Ուրեմն այդ տիպի նորից մենք հիշենք, որ սա գրի անձնական վիճակն է։ Ու նաև պիտի
մի փոքր ասենք մտածեք, թե մարդը ինչու ինչից դրդված պիտի գրեր եւ առաջի գրողը ինչ պիտի գրեր, ինչ պիտի նրանց դիպեր գրել։ Երբ որ չկա ընթերցող, չէ, ընթերցողի գաղափարը ընդհանրապես չկա։ Ում համար է գրում։ Չէ, նկատում եմ ոչ թե ում համար, այլ միգուցե Չէ, հիմա նա է, չէ, այս պարզում է, որ պարզ է ում համար պիտի ինքը գրել։ Ինքը գրում է ուղղեց առ Աստված, առ իր Աստվածը։ Որովհետև երբ որ նայում ես այս բոլոր նշանները, իրենց հիմնական ծանրաբեռնվածությունը դիցաբանական է։ Մարդը երբ որ բնության հետ հաղորդակցվում է, նա ճանաչում է այդ բնությունը։ Ինքը մենք կարող ձևակերպել ենք, ինքը Աստծուց ստանում է ուղերձներ։ Այսօր մեր լեզուն եղանակը գուշակել, չգիտեմ, ջերմությունը այսա քամիա եւ այլն բերք է բերք լինի, չի լինի, անաստան ծննդավոր կգնահատությունների եւ այլն։ Նա որոշակի ասենք բարբերություններով հավաքում է այդ ինֆորմացիան, որտեղ ու դա ինքը ամբողջը կապվում Աստծո հետ, որոշակի աստվածության հետ։ Եվ այդ նախանշանները ինքը ինչ-որ բան տեսավ, մի ինչ-որ արտառոց երևույթ։ Եվ տեղի ունեցավ ինչ-որ մի բան իր հետաքրքրող կենսատարածքում, կողացանեց, վիժեց, կամ չգիտեմ, բերք եղավ, չեղավ, կամ քամի կարկուտ եկավ, կամ իր այդ վիճակագրությունից ինքը հանում է նախանշանների իր լեզու, ընթերցում է, դա էլ չէ ընթերցում։ Այսինքն ինքը ընթերցում է Աստծո ուղերձները։ Բայց հիմա ուզում է, որ այդ դեպքերի ընթացքի վրա ինքը հատեցություն ունի։ Այսինքն ուզում է, հիմա ինքը Աստծուն գրի, ասի գիտես, ես ոչ թե կարկուտ եմ ուզում, այլ անձրև։ Օրինակի համար։ Կամ ուզում է ինչ-որ մի լավ բան ստացավ Աստծուց, ուզում է Աստծուն ասի շնորհակալ։ Այնինքն տենց փոքր ուղերձներ է գրում, ու երբ որ դու ժառապատկերները փորձում ես ընթերցել, դու տեսնում ես, որ այդպես փոքր Աստվածն է, ինչ-որ մականուն է, իրան բնորոշով, ինչ-որ բնութագիր է, կապված, ասենք, մարդու գործունեության ես կամենասպարեզի, այդ քիչ փոքրիկ ուղերձներ։ Եվ ինչ-որ դրա անհրաժեշտությունը եկավ, չէ՞ որ ինքը կարող էր նաև ասել։ Ինչու նկարի, ինչու գրի։ Որտեղ պարզվում է դրա համար դրա անհրաժեշտությունը ներկա, ինչու, որովհետև ինքը չգիտի խոսքը ուր ուղղի։ Դա մեկ, երկրորդ ինքը գիտի, որ եթե ինքը ստեղ կանգնած է, իր խոսակիցը կանգնած է 100 մետր հեռու, եթե ինքը խոսի, նա չի լսի։ Այսինքն նա գալիս այն գաղափարի, որ եթե Աստված մի քիչ հեռու է, եթե ես խոսեմ, ինքը չի լսի։ Կամ հեռու մարդիկ իրար հետ ձեռքով ոտով, դրանք են, չէ, նշանների լեզու է։ Ինքը գալիս է այն գաղափարի, որ ֆիքսի այն հասցեատիրոջը, ում որ ուզում է ասել։ Իրականում ես պատկերներով ամենանախնական, ինքը ֆիքսել է Աստծուն։ Որտեղ այն գաղափարը, որ Աստված ամեն տեղ է տեսնում է եւ լսում, նա այս քարի վրա դրեց այդ Աստծո պատկերը։ Եթե մի քիչ կոպիտ խոսենք, ասենք, այն գրապաշտություն անվանենք, դա առաջի բանն է, որ դու պիտի կենտրոնանաս այս քարի այս պատկերի վրա ու իր հետ խոսես։ Իրականում ինքը խոսել է, նկարել է, բայց ինքը դա կենտրոնացման իր օբյեկտն է։ Եվ այդ կենտրոնացումը շատ կարևոր, իսկ այսօրվա փիլիսոփայությունները, ասենք, բուդդիզմ, յոգերը եւ այլ այդ ամբողջ մեր քրիստոնեական աղոթքները դրանք բոլորը հիմնված են մարդու մտքի կենտրոնացման վրա։ Դու եթե չկենտրոնանաս, քո աղոթքը կհամարվի չկայացած։ Նույնը յոգերի մոտ, նույնը ամեն տեղ։ Եվ այդ Աստված մարդ հաղորդակցության այս նախնական ձևն է։ Ինքը որոշակայացնում է տեղը, ես քարը դրեց, վերեն պատկերեց, դա դարձավ սրբազան տարածք, տաճար։ Այսինքն տաճարի նախնական նաև գաղափարն է։ Եվ ինքը տեղ արդեն սկսում է խոսել իր Աստծո հետ, որին ինքը կնքեց այդ անուններով։ Փաստորեն մինչև գիր ստեղծելը եղել է լավ զարգացած բանավոր խոսք։ Իհարկե։ Եթե այդ համանունների համակարգը չլիներ, այսինքն նույն ձևի հնչով, բայց տարբեր իմաստներ կրող բառերը դու գաղափարագություն չես կարող սարքել։
բանը ասեմ, դուք ձեր տարբերակն առաջարկեցիք, բայց կարող է բաներ լինի, չէ՞, ուրիշ տեսակետներ չկան։ Դա արդեն կսպասեմ, մինչև դու ասես։ Հա։ Ոնց որ մտածի քո տարբերակ որ առաջարկել։ Մեկ էլ է կենթանիների գոյություն ասեն, այսօր մենք ուշադրությունները գարը պատմում ենք դիք կենթանիներ կա, որ այսօր հայկական տարածքում չկա, էլի, մեր տարածքում։ Ասենք ինչ են դրանց այդքան կարևորություն տալի ու այդ երբ հատկալվում, որ երբ հայերեն։ Դե դրա մասին խոսում ասես։ Բայց թվագրերն ասեցիք երբ հատկալվում, որ մենք կարևորություն ենք։ Արուծը միջև համարես Պաշտպանչովները եղել։ Զարուցել է, զարուցել է։ 14-ը Սա գնացել է հենց գերի նախնական ու հետագա զարգացում։ Այսինքն պատկերային բան չի։ Նկար չկա, որպես այնպիսի։ Բոլոր նկարները դրանք որոշակի բարեր են։ Եվ այդ ամբողջ տեսը դա իհարկե բացում դա իր նախնական էության դա աստծո հետ հաղորդակցություն։ Իսկ այդ մասներն ասես մարդ չի վերցանել։ Դե շարքային հնդանավոր է։ Ամենանախնական շրջանը, որպես տաննային վիճակ, միգուցե մենք քննել ենք ապրեք նախնական արդեն ժողովրդի զգացողությունները, նրանք ցերից Դրանք հետո ըստ անհրաժեշտության նոր առաջանում են։ Այսինքն քուրմի, երբ որ չկա քրվի անհրաժեշտությունը, երբ որ դու հասնում ես այն մակարդակին, որը քեզ պետք է մեկը, որը դառնա միջնորդ քո եւ Աստծո միջը, ասես ժողովուրդը դեռ քուրմա պետք, որպեսզի Աստծո հետ մեր փոխարեն խոսի։ Դա ժամանակի զարգացման այդ քուրերում, հերթայերթով, այս երևույթը, երբ որ դարձակվում է, մեծանում է, գալիս արդեն ոչ թե դիժայրի մեկ օրի վրա, այլ մի տաճար կառուցենք, այնտեղ մի քանի բաներ դրենք, արդեն քննի առաջանում քուր ունենալու, առաջանում ուրիշ խնդիր։ Իսկ ժառանգապետներում եք նաև տաճարների հատակագետեր ունենք։ Հա, այսօրվա պատկերացած տաճարները չէ, այլ ցանկապատված քարով, հատով, ասենք, որ մեր կես մետր բարձրության, ցանկապատված մասերի բաժանված տարածք, որը եղել է այս տաճարը։ Ընդ որում ամեն մասի մեջ դրվում է այդ մասի ֆունկցիոնալ անվան նշանը։ Ասենք դերում աղբյուրի նշանը, ջերի, կազմած, ասենք, ետնի, ջերի է կարգ։ Իվ ամենավերջին այդ ժայռապատկի իմ ամենավերջին այդ ժայռապատկի այդ ժայռը բազատից էին ասացին, հա, քանի որ ապելի շնորհակալություն ծավալ Եթե հարցեր կան, եթե չէ։ Ասոտ ելս է, ոքի։ Բայց եգիպտական բուրգերի Ինչ է բուրգերի։ եգիպտական հիրոգրիֆները գրվել են բուրգը կառուցելուց հետո Չէ, առաջ։ Բուրգերը ավելի ուշ են, քան թե նշանները։ Այսինքն բուրգերը հնարավոր է մարդն ասարկել։ Մարդու ձեռքին։ ով ասարկել։ Դե ասենք հնդկացիական բուրգերը նենց մեծ քարերով են կառուցված, որ թվում է թե մարդը ոչ մի կերպ չի գա այդ կարապանը։ Չէ, արել են իրենք շատ տեխնոլոգիաներ են իմացել, որ այսօր մենք չենք կարող անել։ Օրինակ ասենք ագատի ուլունքներն են, չէ՞ որ պերում են դամբարանների գտնվում են 3-4 հազար Քրիստոսից առաջ։ Այդ ուլունքների անցքը թե անցկացնելու համար,
ասենք 0,2-0,3 մմ, 0,2 տասնորդական, 0,3, 0,4 մմ։ Այսօրվա տեխնիկայով դու նման անց ագատի մեջ չես կարող անել։ Ո՞նց է դա։ Տեխնոլոգիաները որ իմացել ես։ Իսկ հետո մոռացել ես։ Ամեն լավ տեսողության մարդիկ են։ Իսկ Այ ես կուզենայի իմ կտավների տակ ժայռապատկերներով ստորագրել։ Չէ, ժայռապատկերներով չեք կարող ստորագրել, ասեցի, որովհետև ժայռապատկերներում ամեն մի նշանը մի բառ է։ Իսկ որպես ես իմ անունը գրեմ, Դուք ասում եք դասանշանները պիտի երկու բան ասեք, օրինակ համլետ, համլետ, բայց հայերենում այդ իմաստներով բառը մենք չունենք, ասենք լետ բառ չունենք, որպես այդ նշանով ես գրեմ։ Բայց ամենը փաստորեն կարող է։ Փաստորեն հավասարություններ կարող է ճարի։ Դե բացավ, հավասարություններ է կարող։ Հավասարություն բառը ասենք ժայռապատկերների 0,4 Իսկ այբուբենի պահը շատ հետաքրքիր է։ Այբուբենը ոնց է իր այլանության։ Թուղերը էլի։ Ինչի թվերը։ Թուղերը ոնց են։ Թվերը գծիկները։ Ինչ է 10-ը, իսկ հետո հատուկ նշանը։ Իհարկե, սերմանշանները ծագել են այս պատկերներից։